Պարոն վարչապետ, դուք հաճախ ասում եք, որ արդարության ու արդարադատության հետ կապված լուրջ հաջողություն չկա ու նաև նշում եք, որ մարդիկ չունեն այդ զգացողությունը, այդ թվում դուք երթվյալ ատենակալների ինստիտուտն եք կարևորում այս առումով, նաև սահմանադրության մեջ փոփոխություն անելն եք արձանագրել ձեր կուսակցությունում։ Քանի որ տարբեր մոդելներ կան ատենակալների ինստիտուտի, արդեն կա կոնկրետ պատկերացում, թե ինչ եք առաջարկում։ Գիտեք, ես փորձագիտական մեկնաբանություններ չեմ կարող անել, որովհետև նրբությունը դա շատ բարդ ինստիտուտ է եւ ձեզ նման է ես կինոներում եմ տեսել, թե երթվյալ ատենակալների ինստիտուտը ոնց աշխատում, չնայած շատ կինոնկարներ, շատ հայտնի եւ շատ արժեքավոր իրական փաստերի նկարագրություն է եւ մասնագետները կասեն, բայց ես ուրիշ բան ասեմ, որ նոր սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան եւ նույնիսկ կա առաջարկ, որ սահմանադրության անցումային դրույթներում մենք ունենանք դրույթ, որ սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող եւ X ժամանակում միայն բարեվարկության նոր ստանդարտի հաստատմամբ, որի հաստատումը հնարավոր կդառնա արդեն նոր իրավակարգավորումներով, որտեղ բաներ կա, որ մեր իրավակարգավորումներով հնարավոր չի, նրանք կվերանշանակվեն, ովքեր այդ որակավորման գնահատումը կանցնեն դատավորի կարգավիճակով։ Իսկ երթվյալ ատենակալների ինստիտուտը ես մի բան գիտեմ, հա, իմիջայլոց ասեմ ձեզ, ես կարծում եմ, որ եւ դրա մասին խոսել եմ։ Ես միշտ խոսում եմ, որ չի կարող լինել իշխանություն, որը օրգանական կապով ժողովրդի հետ կապված չի։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ դատավորների ընդհանուր ժողովը, ասենք օրինակ բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու կամ իրավունք պետքա չունենան։ Նրանք պետք է իրավունք ունենան տեխնացու առաջադրել, բայց բոլոր դեպքերում պետք է ընտրությունը վերջնական որոշումը կայացնի այն մարմինը, որ ժողովրդի առաջնային մանդատը կրում է, եւ այդ մարմինը ազգային ժողովն է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։